Ղուկաս 13:6 ասում է Աստծո թագավորությունը այսպես էր, որ մի հատ թզենի ծառ էր, որ անպտուղ էր։ Գիտեք, ամենս մի ժամանակ անպտուղ ծառեր ենք եղել, ամենս մեղքով ենք սկսում ես կյանքը։ Անպտուղ ծառն էր այգու մեջ։ Եվ Տերը գալիս է եւ ասում է 3 տարի այստեղ ես եկել եմ եւ ինչ եմ փնտրում։ Պտուղ։ Տերը պտուղ է փնտրում մեր կյանքի մեջ։ Այս է տեսնում որ պտուղ չկա, ինչ ասում։ Կտրենք։ 3 տարի արդեն օգտվում է հողից եւ ոչինչ արդյունք չկա։ Այգեբանը իրան ասում է որ շնորհք ցույց տանք։ Մի տարի էլ նույնպես, թող որ մշակենք հողը։ Մշակենք, ջրենք, տեր կենանք։ Միգուցե պտղաբեր կլինի։ Բայց եթե այդ մի տարվա վերջը պտղաբեր չեղավ, հետո կգտրես։ Գիտեք, վերջը Տերը գալիս է եւ քննում է մեր սիրտը եւ ուզում է որ պտուղ տեսնի։ Եվ մենք տեսնում ենք Հայտնություն 20:12 դատաստանի օրն ինչպես է լինելու։ Դատաստանի օրը ասում է որ ամենը գալիս են եւ կանգնելու են Տիրոջ գահի առջեւ։ Հայտնություն 20:12-13 եւ գրքերը բացվեցին եւ մյուս գիրքը բացվեց, որ կյանքի գիրքն էր։ Եվ մեռելները այն ժամանակ դատվեցին իրանց գործերի համեմատ։